եկեք շնորհակալություն հայտնենք պարոն Ավինյանին մեր բարեկարգ Երևանի համար, որ այս մոստը երկար ժամանակաբլած է ու ունես փոս ընկա, որ այս բանտաժը ջարդվեց։ Գեորգի Դանիելյանը պատմում է Արաբկիր վարչական շրջանում մի քանի օր առաջ իր հետ պատահածը։ Փոսի պատճառով եղել է այս վնասը, տեղից է ջարդվել, բանտաժն եմ ջարդել, զաշիտնիկը նա երևում է զաշիտնիկը ջարդած, այդ եղել է հենց այն օրը, որ ջարդել եմ, էլի հելել եմ, տեսել եմ զաշիտնիկը ջարդած, նս կախվել էր, մոտավոր պոկել եմ, այնքան որ ձեն չգա։ BMW-ի վարորդի խոսքով վնասը միայն մեքենայի արտաքինին չէ, վնասի չափն էլ փոքր չէ։ Լամբադա մոստի վրա է եղել, գալիս էի, սիտուացիան նենց էր փակցնեի պրոցիվ էի խփելու, տորմուստայի հետևից էին խփելու, ասացի լավ դժվար բան լինի, բայց նենց փոս էր, շատ դժվար այս բանտաժները ջարդելը։ Մի հատի արժեքը $530-ից $560 է, պլյուս եթե բերեն էլ $900 նստելու է։ Գեորգին փորձել է հասկանալ ով է պատասխանատու, բայց ապարդյուն։ Զանգեցի բարեկային ծառայություն, ասում է քաղաքապետարանինն է, քաղաքապետարանը ասում է պիտի բարեկները գան արձանագրեն, տեղում չգիտեմ ինչ են արձանագրելու, ասում եմ լավ, ես եմ շտապել եմ, ինչ որ խնդիր ունեի, կարացել եմ արագ փոխել, գնացել եմ, դե ասում է դեպքում չեն կարա փոխհատուցենք ձեզ։ Մենք ոնց որ ապացույց չունենք, որ մեր պատճառով է եղել։ Այսպիսի տեսանյութեր հատկապես վերջին օրերին սոցիալական ցանցերում հաճախ կհանդիպեք։ Բազմաթիվ վարորդներ հրապարակում են լուսանկարներ ու տեսանյութեր ցույց տալով իրենց մեքենաներին հասցված վնասները։ Քաղաքային իշխանությունն այս ամենին ընդամենը մեկ պատասխան ունի։ Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ։ Վարորդները հակադարձում են, խնդիրը ոչ թե աղի կիրառումն է, այլ ասֆալտի որակը։ Ուրիշ երկրներում էլ են, չէ, աղ ու ավազ ցանում, ինչի չի ավիրվում։ Այսինքն որակ չկա այդ արած ասֆալտների մեջ։ Փոսերի պատճառով մեքենան վնասած Ժաննա Հարությունյանը սկսել է տվյալներ հավաքել Երևանում փոսերի հետևանքով քաղաքացիների մեքենաներին հասցված վնասների վերաբերյալ։ Նպատակն է հասկանալ խնդրի ընդգրկումը, որպեսզի դիմեն քաղաքապետարան եւ փոխհատուցում պահանջեն։ Ինքն էլ 2 օր առաջ Շիրակի փողոցում է հայտնվել երկընտրանքի առաջ, կամ վթարվել, կամ վնասել մեքենան։ Դրա պատճառով հիմա մոտ 200,000 դրամի վնաս եմ կրել մեքենայիս հետ կապված, շատ դետալներ են վնասվել, անիվ, անվահեծերն են քերծվել, տյագա, նականեշնիկ, ամորտիզատրի ստոյկա։ Ժանան հարցնում է, եթե գույքահարկը ժամանակին վճարում է ու պատշաճ կերպով մեքենան տեղզննության տանում, ինչու պետք է փոսերի պատճառով կրած վնասը համայնքային իշխանությունները չփոխհատուցեն։ Արդարացումը, որ ասֆալտը աղից քայքայվում է, ինձ իսկապես չի բավարարում ու իրոք կարևոր չի թե ինչից է ասֆալտը հայտնվել այդ վիճակում, կարևոր է իրողությունը, որ դրա պատճառով բազում մարդիկ ու մեքենաներ վնասվում են ու հայտնվում անելանելի դրության մեջ։ Մեկ այլ վարորդ էլ ասում է, որ ամեն օր փոսից փոս են ընկնում, հարցնում է, ինչ որակի ասֆալտ են անում, որ ամեն տարի քանդվում է։ Այս փեթակի կողը 0-ից ասֆալտ արածը նորից ավիրվել է։ Ես չգիտեմ իրանք ոնց են այդ ասֆալտներն անում, որ թազա արած ասֆալտը ավիրվել է նորից։ Խաչիկը պատմում է նաև վերջին միջադեպի մասին, որը տեղի է ունեցել գիշերը։ Մեքենայի անվադողը ծակվել էր գիշերվա ժամը 12:30 էր։ Մոտեցել եմ Նարդոս, որպեսզի վերանորոգեն, տենան ինչն է խնդիրը։ Ուղիղ 1 ժամ 20 րոպե հերթի մեջ եմ կանգնած եղել, որ հերթը հասնի ինձ իմ անվադողը քանդեն։ Վախտս բերել է նրանով, որ Շուշայա մտածել է ֆիթիլով բրծել եմ, բայց ընդեղ մարդիկ սաղ տարակած պագրիշկեքով էին եկել, որը սաղ փոսերի մեջ էին ընկել։ Փոսերից անևները տրաքել էր։ Ֆակտոր TV-ն պարզել է, որ 2025 թվականին Երևանի փողոցների փոսային նորոգման աշխատանքների համար հատկացվել է 1,84,440,000 դրամ։ Երեկ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ասում է, ավտոբուսների տեսախցիկներով արհեստական բանականության օգնությամբ արձանագրում են փոսերը։ Թե ինչ է հաջորդում դրան, քաղաքապետը չէր մանրամասնել։ Երևան քաղաքում բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացրել ենք միջին նորոգման աշխատանքներ, նմանատիպ խորքային խնդիրներ չեն առաջացել։
Facebook-յան խմբերից մեկում մեր գրառումը լայն արձագանք է ստացել։ Ավելի քան 40 մեկնաբանություն։ Բոլորը փոսեր ընկնելու հետևանքով վնասել են մեքենաները։ Քաղաքապետարանը կփոխհատուցի արդյոք։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը փոխանցեց, որ նման նախադեպ չկա։ Վարորդներին փաստորեն կմնա մեկ տարբերակ՝ կամ սեփական միջոցներով լուծել փոսերի հետևանքով առաջացած վնասները, կամ դիմել դատարան։ Ու մինչ քաղաքային իշխանությունը խոստանում է վաղվանից սկսել փոսալցման աշխատանքները, սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են քաղաքացիներն ինքնուրույն լցնում փոսերը։ Ուր դե կարան դե բարեկարգում։ Իդեպ Փաշինյանն անցյալ տարի Դոնալդ Թրամփին վստահեցրել էր, որ Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում։ He said, well, the roads are better in Armenia than they are in Washington, D.C. It's embarrassing.